Այս մասով շատ են եղել շահարկումներ, նորից թվերով եմ ուզում պատասխանել այդ շահարկումներին։ Մենք դեկտեմբերի, այսինքն նույնիսկ դեկտեմբերի չէ, հունվարի փոխանցումների դրությամբ, այսինքն բառիս ուղիղ իմաստով մի քանի օր առաջ կատարված փոխանցումների իմաստով ունենք ընդամենը 48,000 քաղաքացի, որ մինչ օրս կանխիկով է ստանում իրենց կենսաթոշակի նպաստը իմ նշած 660,000-ից, այսինքն ճնշող մեծամասնությունը արդեն իսկ իրենց նպաստները եւ կենսաթոշակները ստանում է անկանխիկ եւ մենք պատրաստվում ենք մնացած բոլոր քաղաքացիներին նույնպես վճարել անկանխիկը ավելի հարմարավետ է, անկանխիկը ավելի անվտանգ է եւ անկանխիկը ավելի նաեւ ֆինանսապես ձեռնտու է եւ մենք հիմա մեր գործընկերների հետ, բանկերի, կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որպեսզի այն մեր քաղաքացիների համար, որոնք խնդիրներ կունենան բանկ այցելելու, որտեղ հենաշարժողական կամ այլ տեսակի խնդիրներ կունենան, այդ հարցը լուծենք, այսինքն ես ուզում եմ միանգամից փարատեմ այն մտահոգությունները, որ եթե կլինեն քաղաքացիներ, որոնք որ խնդիր կունենան տարբեր հենաշարժական եւ այլ տիպի, մենք նրանց հարցը կլուծենք մեր գործընկերների միջոցով, ինչու ոչ նաեւ մեր միասնական սոցիալական ծառայության տեղային տարածքային գրասենյակների միջոցով, այսինքն չի լինելու մի քաղաքացի, որ զրկվի իրեն հասանելի կենսաթոշակից կամ նպաստից իր շարժունակության պատճառով, այսինքն այդ հարցը միանգամից պարզաբանեմ։